մարդ չես։ Դու ես լավը։ Որ լավը լինեի, քեզ հետ ինչ գործ ունեի։ Դուրս գալիս է, որ ճիշտ ես խոսում։ Ու տենց քեզնից գոհ ինձ մի նայի։ Էլի կրկնենք։ Եթե կարողանայի ժամանակը հետ տալ, ոչ մի բան չէր լինի։ Ու կարաս այդքան չկրկնես էլի։ Զզվել ես գալիս է ձևիստներից, բայց ես գիտեի դու դրանցից չես։ Ես գնում եմ այս տնից, զզվում եմ քեզանից։ Դու հետ ես գալու։ Բայց ես քեզ չեմ ընդունելու։ Նույնիսկ ես ինձ չեմ զգում, այդքան թեթև եմ, Մարվինս չեմ զգում, այս ձեռներիս ծանրության մեջ չեմ դիմանում, տես, ինչից է, Արյուննա, շատ ծանր բան այս արյունը, շատ։ Ինչ հաճելի է քեզ գրկելը, ասում են պապաները աղջիկներին ուրիշ տեսակ են սիրում, երևի որ ինձ հետ ապրեիր քեզ ավելի շատ կսիրեի։ Ադամ, դե դուր երեխային մենք գնանք։ Մի գնացեք։ Երեխեն կմնա այստեղ, մինչև ես զբաղվեմ ու լուծեմ նրա առողջական խնդիրները։ Պետք չի, մենք կգնանք, որ հետո այստեղ այս տանը մեզ ավելուրդ չզգանք։ Մարդը ես չեմ առաջարկում, որ դու մնաս։ Ես ասում եմ երեխեն կմնա այստեղ։ Իսկ դու կմնաս որպես նրան խնամող։ Այսինքն, ինձ որպես դայակ ես վարձում։ Ես էլ գիտեի դու ես նրա իսկական մայրը։ Իհարկե ես եմ նրա իսկական մայրը, եւ ինձ համար առաջնային խնդիրը նրա առողջությունն է։ Ինձ համար էլ, եթե քեզ առաջարկում եմ, որ մնաս այստեղ։ Իսկ գուցե դու դեռ զգացմունքներ ունես։ Գուցե դու դեռ սիրում ես ինձ։ Մարդը նույն սխալներից խուսափելու համար արի այդ թեմաները էլ չքննարկենք, հա։ Պարզալավ հասկացա ինչ ես ուզում ասել։ Վերցրու երեխային ես զանգեմ բժշկին։ Բայց երեխայի բժիշկը շատ լավն է։ Բժիշկների հարցում ինձ խորհուրդ մի տուր, հա։ Ադամ, լավ էլի հերիք ահա ինձ հետ այդպես խոսես։ Կվերցնեմ իմ երեխային ու կգնամ։ Ես չեմ եկել այստեղ, որ դու ինձ հետ ամեն վարքյան այդպես խոսես։ Ջան, օրիվս։ Ափսոս, որ սենց ստացվեց։ Ամեն ինչ խառնվեց իրար։ Անցած լինի Քավուր ջան։ Հիմա ուրիշ բանից եմ ուզում հետ խոսել։ Ասա լսում եմ։ Ուզում եմ ամուսնանամ այս խառը պահին։ Ճիշտ բան ես մտածել։ Տղամարդուն հասնում ամուսնանալ ճիշտ ժամանակին իր սիրած անձի հետ։ Դրա համար էլ որոշում եմ կայացրել, եկեղեցում կօրհնվենք ու վերջ։ Աստծո օրհնությունը թող լինի։ Ու ձեզ ուրիշ ոչ մի բան պետք չի։ Գիտեմ, դրա համար քո այս խառը գրաֆիկից ուզում եմ մի փոքր ժամանակ հատկացնես ու մեր քավորը լինես։ Ինչ ես ասում այդ տղա, ոչ չեմ լինի քո քավորը։ Հələ այնքան բաներ պետք է անեմ։ Պետք է այստեղի գործերին ծանոթացնեմ, ամբողջ գործերն իմանաս։ Հələ բա որ գնանք Ամերիկա, այնտեղ կիմանաս, թե ով է քո քավորը։
ու կիմանաս ճոխությունը ու վայելելքը։ Ես կյանքում իմ համար ամենաճոխ բանը այն կլինի, որ ես հանգիստ ապրեմ, իմ սերն ու իմ կյանքը վայելեմ։ Ամեն ինչ լավ է լինելը, այդ ես եմ քեզ ասում։ Դու համետ կվայելես, համել իմ ասած կյանքը, հետ չմտածես։ Զանգեմ տեսնեմ ինչ եղավ պապան։ Համինքն է ժամադրում, համել ինքն է ուշանում։ Երևի հիվանդանոցում ծանր հիվանդ կա, չել վերցնում։ Ավելի ուժեղ սեղմի։ Մկաններս լրիվ ձգված են, լարված են շատ։ Կարող եք անշարժ պարկել։ Կեր լարված վիճակում եմ ոնց քարացած մնամ։ Դու էլ մերսել չսովորեցիր։ Սպանեց, թե սաղ թողեց։ Դա բերանը բացեց, թե չհասցրեց անունս տալ։ Չէ, Ալեքն առանց հրաման տվողի անունն իմանալու չէր սպանի նրան։ Ինչ է հիմա այնտեղ կատարվում։ Լարփին ասում եմ, ինչ ես քո բոյի չափ չամադանը վերցել, բերել, դու մի ասա իմ համար ա բերել, Մարգո Մարգարիտա։ Նա է սրտը դրեմ քեզ այդ հիշատը։ Սլավի Արոնը դեռ չի չորացել։ Չի չորանա, քանի դեռ սպանողը պատասխան չի տվել։ Կգտնենք, գտնել պետք չի, գտնված է։ Ով է։ Մեկնով անծանոթ է իմ ձեռքի ուժին ու մտքի դաժանությունը։ Անուն է դուր, ու մենք դրան կգցենք շների բերանը։ Ինքն իմ փայնը։ Դուք բոլորդ նստեք հանգիստ ձեր տեղը։ Բայց իմանանք ինչ թեմա է ու ինչի համար են Սլավին վերացրել։ Վրեժա, պատերազմի սկիզբը, թե անձնական հաշիվները։ Պատերազմի սկիզբը։ Սլավի մահը քայլ էր ուղղված իմ դեմ։ Լև, եթե ինչ-որ մեկը թեմա ունի քո հետ, ուրեմն էդ մեր թեման էլ է։ Տեսեք, ընտրեք։ Ինձ պետք էր, որ դուք իմանայիք ու իմացեք։ Անունը չիմացանք, Լև։ Ինքը ինչ-որ մեկը չի։ Լուրջ կշիռ ունեցող մարդ է ու մեծ ծրագրեր ունի։ Ես նույնիսկ սպասում եմ, որ ձեզնից մեկը կամ գուցե մի քանիսը հայտնվեն հենց նրա կողքին, երբ ես պատերազմ սկսեմ։ Ես չեմ զարմանա ու մեզնից հաստատ ոչ ոք չի կարող ասել, թե իր շահը որտեղ կսկսվի։ Ու որ խաչմերուկում մենք կբաժանվենք իրարից։ Բայց ուզում եմ բոլորդ էլ իմանաք։ Ես թափելու եմ այն մարդու արյունը, ով թափեց Սլավի արյունը։ Ինչ շատ եմ
բոլորին բաց թողել, մոռացել եմ, որ ես վրեժ ունեմ լուծելու։ Այնով է, զլանգ։ Ես ինչ որ ասում եմ, միշտ լինում է։ Մենակ մեռնելու սորը չգիտեմ։ Ու ի՞նչն է քեզ բերել ինձ մոտ, սիրելիս։ Եկել եմ ասեմ, որ ինչ որ եղավ մեր երկուսի համաձայնությամբ էր։ Էդ ոնց հասկացար։ Թե ինչ որ մեկը հուշեց։ Ես իզուր էի քեզ մեղադրում։ Խնդրում շարունակության մեջ նրա անունը չտաս։ Խորեն, դու ինձ պետք ես։ Ու որպես ինչ։ Հիմա մեզ կապող ավելի շատ բան կա։ Չէ, դու հետ ես եկել, որտեվ ինձնից օգուտ ունես։ Հա, սպասելիքներ ունեմ։ Ու մենք պիտի միասին լինենք, եթե ուզում ենք արդյունքի հասնել։ Բայց դու ինձ հետ տենց արհամարական մի պահի, հա։ Իսկ դու տենց մոննատ չգաս, ոնց ուզեմ տենց է կլինի։ Լավ, Հերիկա, գնա։ Ինչ արեց։ Ինչ պիտի անես։ Ներվերս թուլացնելու փոխարեն ավելի ձգեցիր։ Գնա, մեկը քեզանից այսօր օգուտ չկա։ Խոսեն ավելորդ է։ Ու վտանգավոր իմ առողջության համար։ Ալո, ես եմ։ Հիմա լսեք ինչ եք անում։ Լսի, ուշադիր լսի, որ հանկարծ թերացումներ չլինեն, թե չէ ներում բեկում չի լինելու։ Գնում եք Սևան։ Ես դու տանն ես, պապ։ Դուրս էի գալիս։ Որիման այդ ամնը Սադանայի հետ կգայի, զանգեցինք չէի վերցնում։ Ինչ որ հարց կար։ Հասել եմ ուզած իմ պապ, ու ժամանակ չեմ ուզում կորցնեմ։ Լավ ուզում եմ ասել, որ ես ամուսնանում եմ, պապ, մենք որոշել ենք ամուսնանանք։ Ես մի քիչ ավելի ուրիշ ռեակցիա էի սպասում, ճիշտն ասած։ ամուսնացեք, երջանիկ եղեք։ Ես էլ դրանով երջանիկ կլինեմ։ Դե ուզում էինք գայինք Ադանայի հետ քեզ այդ լուրը ասեինք, բայց զանգեցինք չվերցրեցիր, ստիպված Ադանային տարատուն, ես էլ գնացի Լեոին տեսա ու եկա տուն։ Բարի օր, Վլադ։ Մարթա, մենք խոսում էինք։ Հա, հասկացա, տեսնում եմ խոսում եք։ Ես էլ երեխայի շիշն էի ուզում լվանալ։ Բնակությունը հաստատել մեր տանը։ Սպասի, Վլադ։ Սպասում եմ, տրամադրությունս շատ լավ է։ Ես ամպերատորը սպասում եմ։ Մարթան երեխու հետ ապրելու է այս տանը։ Շատ արագ ես ներում իրան։ Նկատել ես։ Բայց այնց չի, որ ես գրկապած ընդունել եմ։ Բայց ընդունել ես ու թողել ես, որ ապրի։ Անուն երեխու։ Ինչի՞ չէր կարող ապրել քո տված տանը, նեղվածքը, թե երեխան ասել էր ես առանձնատանն եմ ուզում ապրեմ։ Վլադ։ Ինչ պապ։ Ես ներվայնանում եմ, որ դու ամեն անգամ դրան հավատում ու կուլ ես գնում։ Վերցնում, կարդա։ Սրանք ինչ-որ բժշկական։ Երեխան հիվանդ է։ Դրանք էլ պատասխաններն են։ Պապ։ Ինչ։ Եթե երեխան հիվանդ է ու այդ իմ երեխան է, ինչա տեր չկա ունեն։ Ես չեմ ասում տեր մի կանգնի, ինչքանով քո երեխան է, այդքան էլ իմ քուրն է։ Ես Մարթային առաջարկեցի մնալ այստեղ, մինչև երեխու առողջական հարցերը լուծենք։ Ես չեմ հավատում, որ երեխան հիվանդ է։ Դու մենակ քո անմեղ հրեշտակ Ադանային ես հավատում։
Նրա բերանից դուրս եկած բառերը քեզ համար երկնքից թափվող մարգարիտներ են։ Ապուշ։ Ավելի վատ քեզ համար, որ չես հավատում։ Կարող է երեխու հիվանդությունը սարքել է, որ ես տուն ոտք դնի։ Ինչի։ Ձեր տունը տաճար է, թե հատուկ սրբատեղի։ Ու այստեղ ընկնելու համար պետքա պարտադիր ինչ-որ բան զոհաբերես։ Ադամ, ես այս վերաբերմունքը չեմ հանդուրժի։ Ես վերցնում եմ իմ երեխային ու գնամ այստեղից։ Մարթա, բարձրացի վերև ու վերջ տուր քո ականջ դնելու այդ վատ սովորությանը։ Իսկ դու Վլադ։ Ես բան չեմ ասում, եթե երեխան իսկապես հիվանդ է, ամեն ինչ արա, որ իրան դուրս։ Մերսի, որ եկան Ժան։ Այդ հետ չլասատանան դու ուր էիր, այդ իշքան ինչի մոտ էիր։ Այն թյուրիմացությունը գնացել բողոքել է արդեն։ Իմացել է որակելում ու գործի անցել։ Թյուրիմացություն չի, դրանք անտանյոք հանդերձ թերմացք են։ Ժան, բան ունեմ քեզ ասելու։ Դե ասա, մի ծկծկի։ Ոնց որ ամուսնանում ենք։ Շատ լավ է, բա ինչ, երիքա ինչքան ծկծկեցիք։ Ժան, փաստորեն այն մեր նկարների պատմությունը բացահայտվեց, հա ոնց որ։ Արի մեզնից չխոսանք էլի մեր բարեկամական կապից չեմ ուզում։ Լավ, բայց համաձայնի, որ դեռ լիքը բան կա հասկանալու։ Ես ոչինչ չեմ ուզում հասկանալ։ Ժան, բայց ասա, որ այն փաստը, որ հայրդ է, մայրդ է, կան։ Դե ավելի ադամն է սուս էլի խնդրում եմ։ Իսկ ես խնդրում եմ, որ իզնից չխոսանք, իմ հարազատներից չխոսանք, դու հա շարունակում ես։ Դու ավելի լավ ասա, ինչ եք որոշել, ինչ եք անելու այդ հարսանիքի հետ կապված, ես ինչով կարամ օգնեմ։ Չգիտեմ։ Դեռ մտածում եմ։ Այմերդ ինչ ես մտածում, իսկան կարելի է մտածում։ Սիրում ես չէ տվում, դե վսյո, ամուսնացեք պրծեք, մտածում, համտածում։ Բան չունեմ ասելու, լիքը բան եղավ, բայց եղավ ու վերջացավ։ Հիմա արդեն ձգձգելու իմաստը չկա, քո ժամանակից է գնում։ Իսկ կյանքը կարճ է, Ադամ է։ Ես ուզում եմ, որ այս կյանքում մեզնից մեկը գոնե երջանիկ լինի։ Երևանում մի մանկության ընկեր ունեմ, Ժան է անունը։ Վերջին անգամ այսքան անհոգ ու այսքան ուրախոր իր հետ եմ ունեցել։ Այս հենց մեր մանկության բակում հանդիպել էինք։ Պաղպաղակ էինք ուտում իրար հետ ու ծիծաղում էինք։ Չես պատկերացնի, թե ինչքան լավ օր էր դա։ Աստված իմ Ժան։ Ինչ։ Աղասին։ Աղասին ով է։ Արտակարգ մի տղա, չգոռաց վրաս։ Ախպեր է։ Եթե նորիկը ստեղ լիներ, ոնց կօգներ ինձ։ Բայց ստեղ մանր պետեր են պետք։ Ամենադժվար հյուրանոցից դուրս հանելն էր։ Աչքսամ ջուրը, գնաս, հա? Չէ, վտանգավոր է, մնաց հիմա քեզ տեղ միտեղ
Միտեղ տեղավորեմ քեզ դե։ Գիտես ինչ կատարվեց հետս։ Մի անգամ էց ինչ-որ հարազատ բան զգացի։ Դե օտար տուն եմ գնացել, ինքն էլ օտար տղա։ Պիտի չէ իրենից հեռու մնայի, բայց չէ, անես տպավորություն էր, ոնց որ իրար հետ մեծացած լինենք։ Մի խոսքով ես ինձ իրա հետ զգում եմ այնց, ոնց որ քեզ հետ եմ զգացել։ Չգիտեմ, կարողանում եմ արդյոք փոխանցեմ ճիշտ այդ ամենը, բայց շատ հանգիստ է իրա հետ ինձ զգում։ Ես քեզ լրիվ հասկանում։ Ժան, ուզես տեսնես իրեն։ Ոնց։ Նկարներով։ Լիքը նկարներ ունենք իրար հետ։ Այսա ցույց կտամ։ Թերթելով նայ։ Գտար նմանություն։ Ուրախորեր էին շատ։ Մի հատ էլ կտաս հեռախոսդ։ Օ, բարև ձեզ։ Այս ինչ թաքուն թույն հանդիպում է։ Վլադիկը գիտի, որ դուք թաքուն մաքուն հանդիպում եք։ Իսկ ես բաց են թողը։ Այո, բրատ արդարությունն է վերականգնվել։ Իսկ որ այս աղջիկը ազատ է, այդ անարդարը ինքը հիմա պիտի բանտում լինի։ Իմաստը իզ ռադդ քաշում մաքրվում է սարա։ Դու չես ջոգիարա, ոչ ստես բանի պետ անի, ոչ ներսը բանի պետ գեղար, դավայ ռադ։ Հələ թոմի է տարա։ Ժան, թող իրան էլի խնդրում եմ։ Իսկ դու Ազիզ ջան, քրոջս այդ օրը գցելու համար շատ ես փոշմանելու։ Մաքրվի ստես, դավայ։ Հələ մի րոպե։ Ժանո թող իրան։ Փոշմանելու ես։ Ուր էինք հասել, Ժան։ Դու հանգարց ված չզգաս, ես սրանք թյուրիմացություններ են, թափ-թփուկներ։ Ես մեր կյանքը սրանց վրա է հիմնված, բայց էդի անցողիկ է, սրանց ուժեղները գիտես ոնց են բռնում ու ջարդում, ու դու ուժեղ ես։ Դու պետք է անցնես սրանց վրայով, հասկացար, հանկարծ չկոտրվես ու քեզ ված չզգաս։ Ինչ լավ է, Ժան, որ դու կաս իմ կյանքում։ Մի հատ էլ դուրելի է հեռախոս։ Տեսնես հիմա ինչ ես զգում, հարազատներիդ նայելով։
Կրվար արա։ Մի կռուգ է ֆրանկ։ Այսօրվա վրա հավես չկա։ Գրել եմ գրածը ստանա։ 5 օրվա մեջ կտամ։ Մաքսիմում վաղը։ Սխալ կուպե եկեք է։ Точненько եկե։ Բանա պետք։ Չէ, բան ենք բերել։ Մերսի ապեր, մեզ բան պետք չի, ֆռացեք ու թռեք ստուց։ Ես ինձ բանա որ պիտի ընդունեք։ Բարևներ Լևից։ Մենակ Լևից չէ, նայես լավից։ Արևտուր անելն էլ չլիներ, ես սավսեմ կգժվեի։ Լավ է, գոնե ես ինքս ինձ զբաղացնում եմ։ Ոչ տուն եկա, ոչ էլ զանգեց։ Ասա մի զանգն ինչա որ չզանգեցիր, մի ներողություն խնդրելն ինչա որ չխնդրեցիր, չէ, չի որ իրա ներողություն խնդրելուց իրա այդ դավաճանությունները կկորչեին, բայց ես ինձ լավ կզգայի, ինձ բարձր կզգայի, բայց չէ, Ալիկը չի ուզում որ ես ինձ բարձր զգամ։ Ես ճիշտ խոսացող կին եմ, չեմ կարող չասել, հոգի ունեմ տալու, Ալիկս իրան լավ պահեց, տղամարդավարի պահեց, ճիշտ պահեց, որ ինձ մոտ այդ ծերվային դուրս շպրտեց։ Հետո տիկինը մնում ա տիկին, իսկ սիրուհիները մի օրվա համար են, օգտագործվում են ու շպրտվում են, ուղիղ զիբիլը։ Չեմ ուզում, որ ինձ խաբեք։ Ինչի է բոլոր հիվանդներին թվում, որ մենք իրենց խաբում ենք։ Երևի միայն այն հիվանդները ձեզ չեն հավատում, որոնք որ գիտեն, որ դատապարտված են։ Իսկ մեզ հավատալ պետք չի։ Հիվանդների հավատքը պետք է Աստծուն ուղղված լինի։ Էլի հավատամ Աստծուն։ Բայց եթե հիվանդ եմ ու գիտեմ, որ փրկություն չունեմ։ Այս հիվանդության դեպքում չես կարող ասել փրկություն կա թե ոչ, հետևապես միշտ ապեք ձեզ դատապարտել։ Ես ուզում եմ ամենավատը մտածել։ Ամենավատին պատրաստ լինել։ Սխալ եք անում, չեք ուզում դուք մեզ օգնել։ Քանի ամսվա կյանք ունեմ բժիշկ։ Վատ հարց եք տալիս։ Ասեք, որ իմանամ, հա։ Դուք եկել եք այստեղ բուժվելու, թե ձեր օրերը հաշվելու։ Ինչքան է մնացել ինձ։ Ինչքան։ Слева горы, справа горы, Авдали Кавказ, там армяне зажигали свой народный час. Сара, вай, вай, վայ Ժանո, վայ, արա, սարա, ես հորող պորոստաղեն ինչ դարրկյա դա է, արա, դրա մռութը պտի ջարդեմ, ինչ ձևեր հետ ես խոսում, չէ նայած այ Արամիկ ջան, ինչ ես դարդանում, աղջիկ էր տեսել երեխու դուխեր է ասել միլիոն, ուֆ, արա, բայց Արամիկ դու տիպ ես, հա, ինչ մտքի դնում ես, անում ես, արա, հորես արև, բայց ինչքան պարտքում եմ,
նոր է դեր մտքիս եկես, սաղից պտի ստանամ։ Հələ բեր մետ հաշվենք, էլի բարդքերս։ Ուրեմն նայ, այսօրվա ժոնիկը բարդքա, են հետի յարոն բարդքա պտի փակվի։ Են պատերի տակից մի կերպ ծնված աղբերս հետի վաբշե բարդքա։ Են մարոտ ճենջոտ խադավիկը դրա մասին էլ վաբշե չխոսամ։ Օրը սարև ես իշկան պարտքում եմ, հիմա նայի բերդից դուշ չէի գամ, օրը սարև լուչը նստեի։ Ոյ քոր ես, ոնց պետք ես կանս տանամ։ Արա դե ասա ինչ ես ինգե, այ աղբեր մտքերով սենց խառնվում ես իրար, ասա իչի քաղաք, հազիվ թելել ես ընկերներիդ մի հատ տես, մի հատ աղջիկ տես, շքան վաղտա։ Արա դե օրը սարև, հələ մի րոպե կանգնի ես եմ անցնում այ տղա։ Արա բայց իշքան վաղտա հորս արև, արա դե վսյոտակի տարիքներան ասում եմ, մեծացել եմ, էլիս ես նստել եմ, ծանրացել եմ, լուրջ տղա եմ դարել, արդեն լրիվ ուրիշ բաների մասին եմ մտածում։ Արա թե ասա, այ Արամիկ ջան, դու հավատացյալ չես, կյանքը վայելի, մի երկու լավ բան արա։ Էլան, դավայ պրիվետ աղբերես, գնացինք։ Տեսար ոնց բշտեցի դրանց։ Հա, վախեցան քեզնից։ Դրանցն է, չէին թողում մտնեի մոտդ։ Ինչ ես եկել։ Քո մոտ եմ եկել։ Բայց ես քեզ հետ չեմ խոսում, դու չար ես։ Լսի, ես կարողա չոր եմ, բայց չար չեմ։ Ոչ, դու չար ես։ Եթե չար չլինեիր, ինձ դրսում չէր թողնի։ Ես էլի քեզ չէի թողելու դրսում, բայց իմ քայլը ավելի շատ նպատակային էր։ Դաստիարակչական ավելի շատ։ Եթե Ադամը չգար, ես կմնայի փողոցում։ Ինչ ես դու դրանց անդադ սրբացնում։ Մի գորա։ Ես վախենում եմ։ Հետո Ադամը քո հայրն է։ Հայրն է, շատ լավ էր հայրն է։ Դրանից ինչ հայր։ Ու գիտես քեզ խեմ թողել դրսում, որ դու ավելի շատ հասկանայիր ով է Ադամը։ Դրանից ինչ հայր։ Քո եւ Վլադիս հայրն է։ Վլադդ կարա ասի, որ ինքը իր հայրն է։ Բայց ես չեմ կարա, ես չգիտեմ որովհետև, այսինքն ինչի չգիտեմ, ինքը իմ թշնամին է։ Ոչ, վայ, տես բան մի ասա, հերդ քո թշնամին չի։ Ինչի եմ ես քեզնից հեռու եղել։ Ով է մեր բաժանման մեղավորը, հա, կասես։ Ես չգիտեմ։ Այսքան ժամանակ ինքդ քեզ չէիր տվել ես հարցերը։ Խորեն, տղես, ինձ մոտ արի գրկեմ քեզ։ Ինձ գրկելու ժամանակը չի։ Իմացի, որ մեզ բաժանողը քո Ադամ Գյորգիչն է։ Հասկացար։ Ով է ինքը հիմա։ Չէ, տղես, քեզ խաբել են։ Մեզնից խաբվածը դու ես։ Մարդը ինձ տարի շպրտել է ինչ-որ մանկատանը։ Մանկատուն էլ չէ, ինչ-որ հիվանդ երեխեքի համար նախատեսված ինչ-որ մի հատ հաստատությունում։ Տղես, դանդաղ խոսիր։ Դանդաղ խոսալ, թե արագ խոսալ, այդ կապ չունի։ Մեկը ամեն ինչ արդյունքում նույնն է։ Քեզ ով է տարել գցել գժանոց, կարաս ասես, ով է մեզ բաժանել։ Իհարկե, հայրս։ Ոնց է բաժանել, ինչի։ Դու ուր ես եղել։ Ես վաղուց չէի լինի, եթե ինչ-որ բարի մարդիկ չհայտնվեին ու ինձ իրանց տուն չտանեին, իրանց սերն ու ջերմությունը չտային, իրանց անուն ազգանունը չտային։ Խորեն, ես… Դու մեղք չունես, մեղքը ավելի շատ քո մարդունն է, դու պետք է ավելի շատ քո մարդուն ատես, որովհետև ամենամեծ մեղավորը ես ամբողջ պատմության մենակ ինքն է։ Բայց Ադամը ինչի է քեզ տարել ինձնից, ինչի է գողացել։ Հիվանդ եմ եղել։
Իրան չեմ դզել, հիվանդ երեխեն իր հակով չի։ Էսաս, քիչ մնաց, հեսա կպրծնեմ, սա, էսա։ Ալիք Սեդրակիչը